Արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիները հնարավոր է շուտով զրկվեն այնտեղ գնալու, ամիսներով մնալու եւ աշխատելու հնարավորությունից։ Պետդումայից են հնչում սպառնալիքները։ Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները, օրինակ Ռուսաստանի տարածքում առանց գրանցման երկարաժամկետ կեցության իրավունքը կամ աշխատանքի ընդունման պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը նույն ձևով շարունակի, Հայաստանի քաղաքացիների համար գործող միգրացիոն հնարավորությունները կչեղարկվեն, հավելել է Տոլստոյը։ Սա նշանակում է առնվազն 300,000 քաղաքացիներ զրկվելու են եկամտի հիմնական աղբյուրից, իսկ պետական բյուջեն ահռելի մուտքերի կորուստ է ունենալու։ Տարեկան մենք արտերկրից մասնավոր տրանսֆերների տեսքով ստանում ենք մոտավորապես 6 միլիարդ դոլարի փոխանցումներ, որոնցից 3,8 միլիարդ դոլարը դա այն է, ինչ Ռուսաստանից տրանսֆերների տեսքով ուղարկվում է։ Այսինքն մենք 3,8 միլիարդ դոլարի գումարից զրկվելու ենք, դա նաև անդրադառնալու է մարդկանց կենսամակարդակի վրա։ Այնինչ Ռուսաստանում ներկայացնում են ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ԵԱՏՄ անդամակցության կետերից է։ Այնպես չէ, որ Հայաստանին արտոնյալ կարգավիճակ է տրվել, պնդում է միգրացիոն հարցերի փորձագետը։ Առանց գրանցման աշխատանքի հնարավորությունը տրվում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիներին։ ԵԱՏՄ համաձայնագրով է սահմանված եւ այնպես չի, որ մեծ լավություն են անում մեր քաղաքացիներին։ Մենք ունենք համաձայնագիր, որը հստակ վերաբերվում է աշխատանքային միգրանտներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Եվ եթե Ռուսաստանը միակողմանիորեն միայն քաղաքացիների համար ինչ-որ խստացումներ կորոշի անել, դա կլինի կամ ԵԱՏՄ համաձայնագրի չեղարկում կամ ուղիղ հակասություն։ Հայկական Կարիտաս կազմակերպությունը շրջել է Հայաստանի գյուղերում ու պարզել, վերջին 3 տարում զգալիորեն պակասել է աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնող մարդկանց թիվը, շուրջ 30%-ով։ Ռուսաստանի իշխանությունների որդեգրած կոշտ քաղաքականությունն է պատճառը, որը կապված է ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի, այլ նաև Հայաստանի քաղաքական դիրքորոշման հետ։ Ժամանակավոր միգրանտների համար օրինակ Ամինա անունով հատուկ հավելված է ստեղծվել, որը վերահսկում է նրանց գտնվելու վայրը։ ԵԱՏՄ երկրները այդ ցանկում են, պետք է անեն իրենց ռեգիստրացիան իրենց իրական բնակության հասցեով։ Եվ դրանով կա հնարավորություն հսկելու անձի գեոլոկացիան, որտեղ է ինքը գտնվում, եւ չի կարող օրինակ անձը ռեգիստրացիա անել, հեռախոս թողնել տանը, որ տեսնեն ինքը մշտապես է տանը, ինքը այդտեղում է ոչ։ Հեռախոս պետք է իր հետ շրջի եւ բարբերաբար նրա վրա գալիս է հաղորդագրություն, որը պետք է հաստատի տվյալ անձը։ Եթե չհաստատեց, անձը պետք է դիմում գրի ոստիկանություն եւ տեղյակ պահի, թե ինչու է իր բնակության վայրից բացակայել, չնշելու դեպքում սպասվում է 3-ից 5 տարով դեպորտ կամ անձը հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում։ Այս հավելվածը խնդիր է դարձել նաև հայերի համար։ Մեկ այլ խնդիր է չգրանցված միգրանտների 90-օրյա մուտքի հնարավորությունը, որն առնչվում է նաև բեռնատարների հայ վարորդներին։ Վարորդներն արգելանքի տակ են ընկնում, որովհետև 90 օրվա 1/3-ն անցկացրել են Լարսի հերթերում։ Ստեղծված լարվածությունը հայերի նկատմամբ ավելի է սրվում գործող իշխանությունների վարած քաղաքականության ֆոնին։ Քաղաքագետը նկատում է, մեկ անձի որոշումների հետևանքով վտանգի տակ է ոչ միայն Հայաստանի տնտեսությունը, այլ նաև բազմաթիվ ընտանիքներ, որոնք զրկված են լինելու իրենց եկամտի աղբյուրից։ Մենք սովորել ենք ինչ-որ մի հատ նորմալության, որ հայերը կարող գնան Ռուսաստան աշխատեն, որ Ռուսաստանից էժան եւ որակյալ ապրանք կարող ենք բերել, մեր ապրանքները կարող ենք արտահանել այնտեղ եւ չգիտես ինչու կարծում ենք, որ քաղաքական իրողությունները դրա վրա չեն ազդում։ Ազդում են, ու հիմա Ռուսաստանը դա շատ վառ կերպով ներկայացնում է իր քաղաքականությամբ, հայտարարություններով եւ որոշումներով։ Լեհաստանը դարձել է արտագնա աշխատանքի նոր ուղղություն։ Միգրացիայի հարցերով փորձագետն է փաստում, թեև թվերը փոքր են, սակայն որոշակի միտում է նկատում։ Այդուհանդերձ փորձագետները պնդում են, ԵԱՏՄ-ից այս փուլում դուրս գալու դեպքում Հայաստանը հայտնվելու է տնտեսական ճգնաժամի մեջ։ Սետա Գյուղեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։